Բայց չէ, որ մենք հիմա ապրում ենք ազատ, անկախ Հայաստանում, որտեղ ամեն ոք ինքն է որոշում, ինչ ընտրություն կատարել, երբ կատարել եւ դա ինչպես անել։ Բայց փաստացի կոնկրետ անձի պաշտոնի չնշանակելու պատճառով ձեր փոխարենին Փաստորեն այդպես է ստացվում։ Ինչ է կարծում, իջնել մարդիկ, որ հանդիպեն ձեր հետ։ Չգիտեմ ճիշտն ասած, եկել ենք լիահույս, այո, մենք ներկայացրել ենք, որ կուզենայինք տեսնել նախարարին, կուզենայինք լսել, թե ինչ ասել է քաղաքական զսպվածություն, եթե կոնկրետ դպրոցում նմանատիպ որևէ բան տեղի չի ունենում։ Ձեր դիմումի մեջ բովանդակային ինչ է գրված։ Բովանդակային ներկայացնեմ։ Ուրեմն հաշվի առնելով ձեր արդարամտությունը, դիմում ենք նախ համ ԿԳՄՍ նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին եւ պարոն վարչապետին, հաշվի առնելով ձեր արդարամտությունը, օրենքով առաջնորդվելու հաստատակամությունը, խնդրում ենք ականջալու լինել մեր ձայնին։ Հոկտեմբերի 20-ին անսպասելի կերպով տնօրեն Լիլիթ Պետրոսյանը հայտնեց, որ հոկտեմբերի 17-ին ստացել է գրություն, որտեղ նրան մեղադրում են պաշտոնավարման ընթացքում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու մեջ, որի արդյունքում էլ ազատվում է տնօրենի պաշտոնից։ Եվ մենք եկել ենք այստեղ նախ դիմումները հանձնելու եւ հավաստիացնելու, որ նման բան մեր դպրոցում տեղի չի ունենում եւ մեղադրանքը, ինչպես մենք բոլորս կարծում ենք, անհիմն է։ Բոլոր ուսուցիչներն այստեղ են։ Այո։ Քանի ուսուցիչ կա։ Ստորագրություններով Չէ, մի քանի բացակա ուսուցիչներ ունենք, նախ որովհետև արձակուրդ է, մարդիկ իրենց հաշվին արձակուրդ ունեն ձևակերպված, որոշները առողջական խնդիրներ ունեն, չեն ներկայացել, այստեղ 38 հոգի ենք կանգնած։ Շնորհակալություն։